Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ հարեմը հայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալա մզգիթի մեջ մասնակցած է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ քերակույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողության։ Վարչապետի իր ցավակցությունները փոխանցած է Իրանի նախագահ Մասուդ Պազաշկյանի, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներուն։ Հրաժեշտի արարողության ընթացքին վարչապետը հարկանքի դուրք մատուցած է Ալի Խամենեիի հիշատակին եւ քրարում մկադարած է Սքո Մադյանին մեջ։ Հայաստանի վարչապետը ավելի գանուխ Թեհրանի մեջ հանդիպած է Իրանի նախագահ Մասուդ Պազաշկյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը անգամ ևս ցավակցություն հայտնած է Իրանի քերակույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, պտկեցելով, որ Հայաստանը կբաժնեկցի Իրանի ժողովրդին վիշտը։ Նախագահ Պազաշկյանը շնորհակալություն հայտնած է Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողության մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելուն համար։ Աննշած է, որ Թեհրանը բարձր կքննադե դժվար իրավիճակի մեջ Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած քորոշումը եւ ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։ Պազաշկյանը շնորհավորած է Փաշինյանը խորհրդարանական ընտրություններուն դարած հաղթանակին արդիվ եւ համոզմունք հայտնած է, որ երկկողմանի հարաբերությունները պիտի շարունակեն հետեւողականորեն զարգանալ ու ամրապնդվել։ Կողմերը մտքեր փոխանակած են դարաշրջանային նշանակության հարցերուն շուրջ, կարևորելով խաղաղության, գայունության եւ դարաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղված հետեւողական քայլերու իրականացումը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը աշխատանքային այցելությամբ Երևան կգտնվեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումեն հետ հայտարարած է Հայաստանի արտահանման խթանման արևդուրի բազմազանեցման եւ կապակցվածության ծրագիրներու Եվրոպական միության նոր աջակցության մասին։ Քննարկված են նաեւ ուժանյութի մուտքի արտոնագրերու ազատականացման, ժողովրդավարական բարեփոխումներու եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններու խորացման հարցերը։ Վերջին երկու ամսվա մեջ երկրորդ այցելությունը Հայաստան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Զվարթնոց միջազգային օդագայանի մեջ դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հետո կառավարություն, ուր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրընկալությամբ գայացավ երկկողմանի հանդիպում։ Ատգեյետ Պաշտոնյաներու քննարկումը շարունակվեցավ ընդլայնված գազմով։ Ողջունում եմ ձեզ եւ բարով եք եկել։ Վերջին ամիսներուն Եվրոպական հանձնաժողովի նախագահին հետ շփումները դարբեր ձևաչափերով եղած են, ներառյալ հերացայինային զրույցներով, որոնց ընթացքին Հայաստանին աջակցության վերաբերյալ հայտարարություններ հնչած են։ Արձանագրեց Հայաստանի վարչապետը։ Ճիշտ այդ վերջին տարիներուն համատեղ ընդունված հայտարարություններն են, որոնք իրականացվին։ Շատ տպավորիչ է, թե ինչպիսի քայլերով ենք մենք իրականացնում այն քաղաքական պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն ինչ մենք իրականացնում ենք մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որը մենք արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած արդեն թույլ տվեք ասել բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների ընթացքում։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց այս ընթացքին ցուցաբերված աջակցության համար։ Իհարկե դա շատ տպավորիչ է եւ նաեւ հանրության շրջանում մեծացնում է վստահության մակարդակը Հայաստան-Եվրոպական միություն գործակցության եւ գործընկերության նկատմամբ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձանագրեց իր այցելությունները Հայաստան կհաստատեն բարեկամության եւ գործընկերության ամրությունը։ Եվրահանձնաժողովի նախագահը շնորհավորեց նաեւ Հայաստանի վարչապետը ընտրության արդյունքներուն համար։ Նախ կցանկայիցես շնորհավորել ընտրության արդյունքներուն արդիվ, գուզեմ շնորհավորել հայ ժողովուրդը, որ ընտրած է ժողովրդավարությունը, խաղաղությունն ու Եվրոպային մերձենալը։ Ֆոն դեր Լայենի խոսքով ինքը կգիտակցի այն փաստը, որ ոչ բոլորին հաջող է Հայաստան-Եվրամիություն մերձեցումը։ Անընդգծեց Եվրամիության Հայաստանին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Մենք աչք կգիտակցենք, որ Ռուսիան կփորձի Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել։ Ես այսօր այստեղ եմ նաև աներգփա հայտարարելու, որ եթե Ռուսիան գուցե իր շուգան Հայաստանի արտադրանքներուն արչև, Եվրոպական միությունը պիտի փանաթուրը հայկական ապրանքներուն եւ արտադրատեսակներուն արչև, Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողներու շուգային մեջ։ Մենք կուզենք սադարել մեր բարեկամներուն, մենք կուզենք սադարել խաղաղության գործընթացին, որուն համար կցանկամ քնահատանքս հայտնել ցես։ Մենք կուզենք նաև ներդրումներ կատարել փոխկապակցվածության ծրագիր
երկրներուն մեջ, որոնք կգաբեն Եվրոպական միությունը, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիան։ Հայաստանը այստեղ գենսական թեր կխաղա շնորհիվ իր թիրքին։ Ներդրումներու նպատակով հատկացված է 200 միլիոն եվրո, որ կգնա հասնել մինչև 2 միլիարդ եվրոյի։ Այնուհետև վարչապետն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը անտես եկան հայտարարություններով։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս հայտարարությունը օրեօր ավելի կնյութականանա, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև կորձնական տնտեսական գիրառում, ընդգծեց վարչապետը։ Ան շնորհակալություն հայտնեց Արևդուրի բազմազանեցման համար Եվրամիության դրամատրած 52 միլիոն եվրոյի չափով դարեգան աջակցության համար։ Վերջին ամիսներուն հաջողված է հարաճընթաց արձանագրել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրագարկի կարևորագույն ուղղություններն մեկում մեջ։ Գաբակցվածության ոլորտեն ներս, ըստ վարչապետը։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռնի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման եւ հատկացման հարցը։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգի կյանքի կոչման տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջապակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահն իր հայտարարությունով ընդգծեց. Նախ եւ առաջ ես կուզեի շնորհավորել ցեզ ընտրության հաղթանակի արդիվ։ Այս ընտրությունները անգամ եւս ցույց տվին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխության ոգին, որ դուք առաջնորդեցիք 2018 թվականին, գենթանի եւ գպար կավաճի։ Հայաստանը կշարունակի ընթանալ ժողովրդավարության բարեփոխումներ ու խաղաղության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ գործակցության ուղիով։ Ես հիմա եկած եմ ասելու, որ դուք կրնաք մեր վրա հույս տնել։ Երբ Հայաստանը կմերձենա Եվրոպական միության հետ, Հարավային Կովկասնալ ավելի կմերձենա։ Բաց սահմանները պիտի վերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, պիտի խարսխեն Հայաստանը ռազմավարական կարևոր խաչմերուկներու առանցքին մեջ եւ մենք ցեզի հետ պատրաստ ենք այս տեսլականները իրականություն դարձնելու։ Ֆոն դեր Լայենը հայտարարեց Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրոյի հատկացման մասին, որ նպատակ ունի ամրապնդելու երկրի արևդրային կարողությունները եւ բազմազանեցնելու արտահանման շուկաները։ Այս ֆինանսավորումը կգնա օրինակ օգնել ստեղծելու արտահանման խթանման գործակալություն, որովհետեւ արտահանման հզորությունները հայկական գործարարություններուն համար խթանվին։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է եւ այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթին, որ մենք կնարգածեինք մեր հերացայնային զրույցի ընթացքին հունիսի սկիզբը։ Եվրոպան Հայաստանին կառաջարկե նաեւ ինքնավար արևդրային միջոցներ։ Ասիկա կնշանակե, որ Հայաստանի արևդուրին 80%-ը գլա առանց սագակներու։ So this measure will open the European doors. Այս միջոցը պիտի փանա Եվրոպայի թռները Հայաստանի թարմ քյուղատնտեսական մթերքին, փանջարեղենին, բդուղներուն եւ օրգանական ցակման արտադրանքին համար, որոնք միջ այդ Ռուսիա կարտահանվեին։ Թուրը փանալով ցեր խմիչքներու եւ ոգելի ծնբելիքներու արտահանման ավելի քան 90%-ին համար Եվրամիության միասնական շուկա։ Պաստորեն վերջին ամիսներում մենք ականադես եղած ենք մեր շուկա արգական ծաղիկներու ավելի ու ավելի մեծ ավալներով արակման եւ ասիգա քեղեցիկ խորհրդանիշ մնե տնտեսական գործընկերության նոր գլուխ մփանալու համար։ Ասիգա միայն սկիզբ
սկիզբն է, շեշտեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ըստ անոր հուլիսի գեսերուն Եվրամիությունը փորձակետներ պիտի ուղարկի Հայաստան աշխատելու անմիջապես դեղական արդատրողներուն, ձեռնարկություններուն եւ արդահանողներուն հետ, օգնելով անոնց օգտվելու Եվրամիության առաջարկած բոլոր հնարավորություններն։ Համատեղ հայտարարություններն յետք վարչապետն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը պատասխանեցին նաեւ լրակրողներու հարցումներուն։ Հայաստան Եվրամիություն մերձեցման շրջանագերներս, եթե Ռուսիան որոշե թատրեցնել վարելանյութի մատակարարումը կամ քինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ինչ աջակցություն կրնադրամատրել Եվրամիությունը։ Հարցմանի պատասխան Ուրսուլա ֆոն դեր Լայենը նկատել տվավ։ We have a lot of experience with this situation. We had it with Մենք նման իրավիճակներու հարուստ փորձ ունենք։ Մենք Ուկրաինայի եւ Մոլդովայի մեջ անցած ենք ադոր մեջ են։ Մենք փորձ կուտակած ենք եւ մենք ինքներս Եվրամիության մեջ փախած ենք այդ իրավիճակին։ Մենք հարուստ փորձ կուտակած ենք թե ինչպես բազմազանեցնել ուժանույթի գրիչներու մատակարարումը։ Հայաստանի վարչապետը կբացառե 2013 թվականի իրավիճակի գրգնությունը, երբ Հայաստանը 1 կամ 2 գիշերվան ընթացքին հրաժարեցավ Եվրամիության հետ գաբակցության համաձայնագիր ստորագրելու արդեն իսկ պայմանավորված գործընթացեն եւ որոշում կայացուց երթալու Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ հարցման գարժ հստակ պատասխաններ։ Դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Եվրամիության հետ հարաբերություններու մասին ինչպես կտեսնե վարչապետը Եվրամիության հետ հարաբերություններու խորացումը լուրերու հարցմանի պատասխան Նիկոլ Փաշինյանը բարձրապանեց։ Եվրամիությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ 1 գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումներու գործին մեջ։ Նաեւ 2018-ի հեղափոխությունեն առաջ այլ խնդիր է թե ինչ արդյունավետությամբ եւ ինչ անգեղծությամբ իրականացված է այդ օրագարկը։ Հիմա ընտրություններից հետո նաև շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք ինչպես ասել եմ արդեն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մենք ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդող շրջանում այո մենք հետևական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ որ մեծ խնդիրներով, COVID, պատերազմ, յետպատերազմական իրավիճակ, այսինքն մենք գործնականում լիարժեք կենտրոնանալ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա իրականում չենք ունեցել։ Եվ ընտրությունները, եւ այս նոր շրջանը, եւ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններու նոր մագարտակը եւ նոր ծավալը Հայաստանի համար կստեղծեն պատմական հնարավորություն։ Հայաստանի ռազմավարությունը հստակ է։ Խնդիր համար առաջին, որը մենք պետքա լուծենք, լիարժեք, անկեղծ, ամբողջական լինել համապատասխան Եվրոպական միության ստանդարտներին, եւ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետքա լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որը արդեն քաղաքական հարց է։ Բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք եւ անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաև դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ որ պատճառով, ասենք Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից շատ մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին։ Ասիգա Եվրոպական միության համար չէ որ կգադարվի։ Ասիգա կգադարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն համար, Հայաստանի Հանրապետության համար, եւ ասիգա այն ռազմավարական նպատակն է, որուն Հայաստանի Հանրապետությունը կցկտի, ըստ վարչապետը։ Մուտքի ардոնակիրներու ազատականացման գործընթացի մասին ինչ կայլեր անհրաժեշտ են, որ գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումներու իրականացմամբ, այլ հանգեցնե Հայաստանի քաղաքացիներուն համար դեսանելի արդյունքի։ Armenia is the only
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որ ներկայիս մուտքի արձանագրի ազատանագացման աշխուժ երկխոսության մեջ է Եվրոպական միության հետ։ Ասիկա արդեն իսկ ցույց կտա մեր գործընկերության մագարտակը։ Մենք ապրիլին հրաբարակեցին գործողություններ ու ծրագրի հարաճընթացի հաշվետվությունը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրագարկին, շնորհակալություն կհայտնենք ադոր համար։ Շատ տպավորիչ է տեսնել այդ հարաճընթացը եւ գիտեմ, թե հայ ժողովրդին համար որքան կարեւոր է ադիգա։ Գնահատման նոր առաքելություններ պիտի կային այս աշնան գործընթացը գնահատելու համար։ Բոլոր անհրաժեշտ դարերը բավարարել է յետք մենք կրնանք անցնել մեր առաջարկին մուտքի արձանագրները ազատ գարկի անցնումին։ Բարձրապես անհրաժեշտ է բարեփոխումներ ու որոշ անհրաժեշտ քայլեր ցերնարկել եւ եթե ադիգա ավարտի դուք կհատեք վերջնակիցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ալ նկատել տվավ նպատակ կա, որ Հայաստանը 2029 թվականի դրությամբ ունենա մուտքի արձանագրներու ազատականացման իրադրություն։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնեցավ Հայաստանեն։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ճանապարհեց վարչապետ Փաշինյանը։ Կառավարության հաշվարկման նիստին քննարկված են արտահանման նոր հնարավորությունները, կրթության, ճանապարհային անվտանգության եւ ընկերային քաղաքականության առնչվող շարք հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնած է, որ Եվրամիության շուկան հայկական արտադրանքի արտահանման քաղաքական նախադրյալները արդեն ապահովված են, իսկ հաջորդ փուլին առաջնային է գործնական աշխատանքն ու գործարարության պատրաստվածությունը։ Հայաստանեն արտահանման խնդիրը քաղաքական մագարտակի վրա լուծված է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպում են այդ կառավարության նիստին նշեց վարչապետը։ Հիմա մնում է պրակտիկ մակարդակում դա մենք կարողանանք լուծել, դա արդեն մեր աշխատանքն է, սա արդեն դրսի ինստիտուտների, մեր միջազգային գործընկերների անելիքը չի։ Մեր անելիքն է, մենք պետք է շատ ակտիվ աշխատենք։ Դիմելով փոխվարչապետ Գրիգորյանին, վարչապետը խնդիր դրավ առանց ժամանակ կորսնցնելու աշխատել գերադեսություններուն հետ։ Ստեղծված հնարավորությունը լիարժեք օգտագործելու համար հանձնաժողովի որոշմամբ որոշակի ապրանքախումբեր Եվրոպական միություն պիտի արտահանվին եւ պիտի ներգրվին առանց մաքսադուրկի ազատ արևդուրի գարկով։ Որոշումը ամբողջովին ուժի մեջ մտնելը ժամանակ պիտի պահանջի, քանի որ անդամ երկիրները պետք է որոշում ներկայացնեն եւ Եվրոպական խորհրդարանը ընդունի բանացևը։ Այս որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որ բացվում են, մենք կարողանանք օգտվել, որովհետև մեր մասնավոր հատվածը եւ բիզնեսը պետք է սովորի ինչպես օգտվել մեխանիզմներից։ Ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ սա մեր արտահանողների մի զգալի, եթե ոչ մեծ մասի համար բոլորովին նոր ուղղություն է։ Եվրոպական միության գործընկերներուն հետ համատեղ ծրագիրներ պիտի իրականացվին աջակցելու գործարարության անձնագազմերու պատրաստման հարցով, որոնք տեղեկացված պիտի ելան լեզվի իմացության են մինչև օրենսդրական իմացություն, պիտի իրազեկվին, թե ինչպես կաշխատին գործիքագազմերը։ Սա շատ էական եւ շրջադարձային պահ է, որովհետեւ Եվրոպական միության 450 միլիոնանոց շուկան, որը բարձր գնային սեգմենտի շուկա է եւ որը բայց նաեւ բարձր ստանդարտների շուկա է, կներեք բանով մենք չենք կարա Եվրամիություն դույլով ծիրան տանենք, չենք կարա։ Եվ սա նորմալ է, որովհետեւ մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք եւ վերջո լավ առիթ է, որ մենք նաեւ մեր սննդի, մեր ստանդարտները, որ մենք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք։ Պետական կառավարման հատվածին մեջ լուրջ բարեփոխումներ ու փուլին վարչապետի խոսքով փտածության թեմ պայքարի քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային։ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց արձանագրել, որ բարեփոխումներու հայեցակարգը ընդունած է նաև հանրությունը, որովհետև տեսանելի դարձած են բաժարահետևանքային գաբերը։ Ինչպես մենք պետական կառավարման համակարգի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելով կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին, որ կարող է արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, որ կարող է արտահայտվել թոշակների բարձրացման համակարգով, որը կարող է արտահայտվել անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ եւ մենք հիմա առավել եւս հակակոռուպցիոն մեր քաղաքականությունները պետք է մի հատ ռեստարտի ենթարկենք, թարմացնենք։ Վարչապետը անհրաժեշտ համարեց խնդիրը լուծել նաև տեղական ինքնակառավարման ոլորտեն ներդնելով կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ։ Անկարգավորումը համարեց անհետացկելի, որպեսզի հունվարեն համակարգը տարածքային ինքնակառավարման մարմիններու մեջ աշխատի։ Օրակարգային հարցը կվերապերել վարորդական վկայական ստանալու կարգին։ Պարեկները հանդիպում են ճանապարհներին այնպիսի անձանց, ովքեր որ
պլատֆորմով երևում են հոգեկան առողջական խնդիր ունեցող կամ թմրաբանական հաշվառում են ունեցել, բայց մինչ այդ պահը որևէ ձևով հասանելի չի դարձել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը տեղեկատվությանը, իսկ այս պայծրությամբ արդեն ավտոմատ ամբողջովին տվյալները կթվայնացվեն անընդհատ, Արմեդում երբ տվյալ գեներացվի, դա ավտոմատ մեզ հասանելի կդառնա եւ կարմիր ազդանշանի չակերտավոր ասված հայտնաբերման դեպքում ավտոմատ կդադարի իրավունքը։ Թվայնացումը, երբ որ դիմադրությանը հանդիպում, նաեւ այս կոռուպցիոն համակարգերի պատճառով է, որտեվ մարդը այն թղթային համակարգում պաշտպանության նախարարությունում բանա, ինքը ծայրահեղ ծանր հիվանդ է, ասենք ենթադրենք բանի ֆինանսների նախարարությունում ինքը կատարյալ առողջ է, սոցիալ նախարարությունում ինքը պատերազմի վետերան է, եւ դա չի երևում, ոչ միտեղ չի համադրվում։ Ունենք դες դեպքեր, ինչի եք ծիծաղում։ Թվայնացումը բերում եմ նույն դաշտի վրա։ Դեսական կնության թրական արդյունքի բարակային գործնագանի մասնակցելու 1 դարվան ժամկետը պիտի փոխարինվի 2 տարիով։ Քննություններում մեջ պիտի ընդգրկվին բացառապես այն գարկերուն կամ ենթագարկերուն վերաբերող հարցերը, որոնց համար կհանձնեն քննությունը։ Այսինքն թեթև մարտադարերու համար նախադեсված վարելու իրավունքի քննական հարցասարի մեջ չեն ներառվիր օրինակ հանրագարկ կամ բեռնագարկ վարելու վերաբերյալ հարցեր։ Փոփոխությունը ուժի մեջ պիտի մտնի սեպտեմբեր 1-ին։ Փոփոխեցինք վարորդական իրավունքի ձեռքված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը եւ դրա հիման վրա կառավարության որոշումը պիտի սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Հուլիսի 6-ի օրը հենց կարող են դիմել մինչեւ 1 տարվա ընթացքում։ Կարող են անձինք Հայաստանում չլինել։ Այսինքն ուր պետք է դիմեն։ Պիտի հերթագրվեն մեր on-line պլատֆորմով, օր վերցնեն կոնկրետ վարորդական իրավունքի վերականգնման համար եւ այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, հիշենք, որ ունենք պետական турքի նախատեսում 50,000 դրամի չափով, պիտի արդեն տեղում կատարեն համապատասխան վճարումը եւ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված եւս քննություն չեն տալիս, այս վերջին անգամ։ Վարորդական իրավունք է զրկված անձանց վերաբերյալ նոր կարգավորումները պիտի վերաբերին միայն վարչական կարգով զրկման դեպքերուն։ Վարչապետը կարևոր համարեց ճանապարհային երթևեկության անվտանգության ավելի մեծ ուշադրություն եւ սկզբունքային դիրքորոշում ունենալը, հաշվի առնելով, որ խոսքը մարտոցի անքերուն մասին է։ Ամիսներ առաջ նախարարին հանձնարարել են, որ մենք անընդհատ աշխատենք, որպեսզի այդ տեստերը, իրանց որակը, հարցերը, քննությունների ընթացքը բերենք տրամաբանական ճիշտ վիճակի, որ մեր անվտանգության համար մեզ անհրաժեշտ ստանդարտից ոչ մի միլիմետր ներքև չլինեն, բայց տրամաբանության շրջանակներից էլ դուրս չլինեն։ Պետությունը մասնավորին հետ գործակցությամբ պիտի ընդլայնի նախադպրոցական կրթության ծառայություններու ցանցը։ Քաղաքներու մեջ, ուր համանքային նախագծարաններու բացակայության եւ հերթերու բաժարով երեխաները չեն ընդգրկվիր հաստատություններ, 5-6 տարեկաներու համար այդ ծառայությունները պիտի պատվիրակվին մասնավորին։ Ներկայացրել ենք այսօրվա որոշման նախագիծը, որը նախատեսում է փորձարկել ֆինանսավորման նոր մոդել, մասնավոր նախադպրոցական ծառայությունները խթանելու համար եւ ըստ էության ներդնել 1 երեխայի ֆինանսավորման մեխանիզմ պետության եւ համայնքի ֆինանսավորմամբ։ 500 մանկաբարձ կառուցել վերակառուցելու ծրագրին շնորհիվ 2025-ի դվյալով նախադպրոցական կրթության համակարգի մեջ 3-5 տարեկաներու ընդգրկվածությունը 81% է, 2021 թվականի 64.3%-ի համեմատ 17%-ով ավելի։ Հակառակադոր քաղաքներու մեջ դեռևս մտահոգիչ է մինչև դպրոցի երթալը հերթերու բաժարավ մանկաբարձ չհաջողող երեխաներու թիվը։ Խթանում ենք ներդրումները, մասնավոր ներդրումները կրթության ոլորտում, որը մեզ համար շատ կարևոր եւ էական մի ուղղություն է եւ իհարկե մենք այլ ծրագրեր նույնպես մտածում ենք եւ մասնավորապես հանրակրթության ոլորտում էլ մտածում ենք, թե մենք ինչպես կարող ենք նաև մասնավոր հատվածի շահագրգռությունները եւ ներդրումային հետաքրքրությունները մեծացնել։ Քանի որ նախատեսված է, որ ֆինանսավորումը այս դրամաբանությամբ կաշխատի 27 թվականի սեպտեմբերի 1-ից, ծնողները նախապես են պլանավորում իրենց երեխաների նախադպրոցական կրթությունը, սա նշանակում է, որ առաջին հերթին իրենք պետք է առնվազն այս աշնանը հերթագրեն իրենց երեխաներին եւ եթե տարվա ընթացքում երեխաները որևէ համայնքային նախադպրոցական
քաղաքական հաստատությունում չստանան տեղ, ապա արդեն շահառու կլինեն։ Նախադեсված է ընդլայնել նաև մարզերու մեջ դպրոցահասակ երեխաներու լողի թահուգային մարմնամարզության եւ հրացակության մարզաձևերով զբաղելու հնարավորությունները ներառյալ մասնավոր շահագործվող մարզական ենթակառուցվածքներու միջոցով։ Իրավաբանական անցած ամսական վճարումները պիտի կատարվին երեխաներու հաջախումներու արդյունքներով։ Սկզբից կենտրոնացանք լողավազանների վրա ծրագիրը փորձարկելու համար եւ ոնց որ թե դժգոհ չենք արդյունքներից։ Վերջին մրցաշարում տեսանք, որ մարզերից կան երեխաներ, ովքեր այս ծրագրով գնացել են, սկսել են լողով զբաղվել եւ հիմա առաջին քայլերն են անում։ Եվ երբ որ այդ գոհունակության որոշակի զգացում եղավ, ասենք իսկ ինչու նույնը չենք կարող անել այլ ենթակառուցվածքների դեպքում, օրինակ կան մասնավոր հրաձգարաններ կամ այլ մարզաձևեր, որտեղ կա մասնավոր ենթակառուցվածք եւ նման հնարավորություն կա։ Քրեական ենթամշակույթի մասին ենք խոսում, թմրանյութերի մասին ենք խոսում, առողջ ապրելակերպի։ Այդ երեխան որտեղ առողջ ապրելակերպով զբաղվի։ Եթե հեծանիվ քշելու ճանապարհ չկա, հեծանիվ չկա, լողավազան չկա, մարզադպրոց չկա, խաղահարապարակ չկա, այս չկա, այն չկա, այն չկա, մնում է բանը մնում է չգիտեմ ինչ որ դատարկ տարած որ ով ինչով ասես լցնում է այս ծառայությունները մենք երեխաներին պետքա մատուցենք որովհետև դա առաջինն է բարոյական պարտավորություն է քաղաքական պարտավորություն է երկրորդն է ռազմավարական ծրագիր է իրականում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար, որովհետև մարդկային ռեսուրսը ամենակարևոր կապիտալն է, որ մենք ունենք։ Գործադիր իշխանությունը հաստատեց Երևանի Պետական բժշկական համալսարանի համալսարանապետի ընտրության արդյունքը։ Հարաճիգա 5 տարին եւս համալսարանը պիտի ղեկավարի Արմեն Մուրադյանը։ Բուհը իրականացնելով կառավարության ծրագրերից բխող միջազգայնացման ծրագիրը կարողացել է հասնել միջազգային հավատարմագրման գործընթացին, որը ստացել է միջազգային համաշխարհային ֆեդերացիայի կողմից եւ արդյունքում փաստացի իր կայուն տեղն է հաստատել միջազգային կոշտ զարգացող շուկայում այս պահին գրանցելով 36 երկրներից 2060 ուսանողներ, կարողացել է ֆինանսական կայունություն ապահովել առաջի երամսյակով առաջի 100 խոշոր հարկատուների ցուցակում է գրանցվել։ Նշվեցավ նաև 2025-ին Մադրիդի մեջ համալսարանը ընտրված է որպես համաշխարհային բժշկական կոնգրեսի իրականացման կազմակերպիչ, որ պիտի կայանա 2027 թվականի հուլիս 8-ին 10 Երևանի մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներու հետ ջեբազույրցի ընթացքին անդրադարձած է հայկական երկաթուղիի կառավարման, թրիփ նախագծի տարածաշրջանային հաղորդակցություններու եւ վարելիքի շուկային։ Անխոսած է նաեւ արդարադատության համագարքի խնդիրներում, փչիչային հերացաններու քրանցման նոր կարգավորումներու եւ ներքաղաքական հարցերու մասին։ Արդյոք կան զարգացումներ հայկական երկաթուղիի կառավարման հարցին շուրջ ջեբազրույցի ընթացքին վարչապետեն նախ հետաքրքրվեցան լրագրողները։ Հայկական կողմը մշտապես հայտարարած է, որ հակված չէ Հարավ-Կովկասյան երկաթուղիներու հետ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու։ Այն հարցման, թե արդյոք դեպի Ռուսիա արտահանումներու սահմանափակումներու լույսի ներքո հնարավոր է Հայաստանը վերանայի իր այս մոտեցումները, վարչապետը պատասխանեց. Ոչ հնարավոր չի վերանայի իր մոտեցումը, բայց մյուս կողմից այն ինչ որ մենք հայտարարել ենք դա էլ չենք պատրաստվում վերանայել եւ մասնավորապես առաջիկայում, այսինքն արդեն մենք սկսել ենք process-ները, որոնք միտված են Գյումրի ախուրիկ հատվածի եւ Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը եւ մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ մեր դիրքորոշումները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Ոչ թե չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետև մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը։ Դա չի կարող այդպիսի բան լինել։ Երկաթուղին մերն է, Հայաստանի սեփականությունն է, շարունակեց վարչապետը։ Մանրամասները չեմ կարող ասել, որովհետև այդ թվում իրավական կոնսուլտացիաների արդյունքում պետքա, այդ թվում աշխատանքային քննարկումների արդյունքում պետքա մենք այդ հարցերը լուծենք, բայց մի բան կարող եմ ասել, որ բոլոր process-ներում Հարավ-Կովկասյան երկաթուղիներ ներգրավված են, այսինքն իրենք տեղյակ են process-ներից, ինչա տեղի ունենում։ Արտահանման աջակցության կորձակալության ձևավորումը ընթացքի մեջ է, տեղեկացուց Նիկոլ Փաշինյանը։ Ան նաև նշեց, Ռուսիո սահմանափակումներեն դուժած տնտեսավարողներուն աջակցելու համար Հայաստանը չէ սպասած Եվրամիության աջակցությունը։
Կառավարությունը որոշումներ է կայացրել եւ բյուջետային հատկացումներ է արել վարկերի մասով աջակցության ծրագրեր ունեն կառավարության նիստում այսօր եւս երկու աջակցության ծրագիր ընդունեցինք չնայած դրանք զեկուցվող հարցեր չէին, այսինքն կառավարությունը չի սպասել Եվրամիության աջակցությանը, կառավարությունը միջոցներ է ձեռնարկել եւ այդ աջակցությունը արդեն իրականացվում է եւ բազմաթիվ ծրագրեր իրականացվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին հետ արդյոք քննարկված է թրիփի հարցը եւ անհրաժեշտության բարակային, եթե Հայաստանը օգնության գարիք ունենա, ինչպիսի աջակցություն կրնա ակնկալել Եվրոպական միութենեն վարչապետը հստակացուց թրիփի շրջանագեններս Հայաստանը գաշխատի Միացյալ Նահանգներու հետ, բայց աբաշրջափակման հարցով գաշխատին նաեւ Եվրոպական միության հետ։ Խոսքը մասնավորապես հյուսիսային երթուղիի մասին է։ Նիկոլ Փաշինյանը հիշեցուց նախընտրական շրջանին այդ մասին բազմիցս խոսած է։ Հետազոտությունները ցույց տված են, որ արևելք-արևմուտք ամենեն ճանապարհը գանցնի Հայաստանի դարածքեն մասնավորապես Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերով եւ մենք այդ նախագծի իրագործման շուրջ աշխատում ենք Եվրոպական միության հետ եւ ամենապարզ մեթոդ է ծրագիր իրականացնելու մասնավորապես Ղազախ, Իջևան, Վանաձոր, Գյումրի, Ախուրիկ ավտոմոբիլային ճանապարհները վճարովի հիմունքներով բեռնատարների միջազգային բեռնատարների համար բացելն է եւ սա շատ հեշտ իրագործվող ծրագիր է պետք է քաղաքական պայմանավորվածությունները ձեռք բերվեն եւ իրագործվեն եւ իհարկե Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը պետք է տեղի ունենա եւ սա մի ծրագիր է որ տարածաշրջանային մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել իհարկե Ախուրիկում մենք մի փոքր հատված ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կունենանք բայց դա իրագործելի է Վարչապետը անդրադարձավ նաև թե ինչ կանխարգելիչ քայլեր գցերնարգվին Ռուսիո մեքենավարության վառելանյութի շուգայի մեջ վերջին սահմանափակումներու ազդեցությունը Հայաստանի ներքին շուգային վրա կանխելու եւ գայունություն ապահովելու համար արդյոք կառավարությունը ունի գնահատական մեքենավարության վառելանյութերու հնարավոր բագասուրտի կամ քնային գդրուկ դատանումներու վերաբերյալ Տեսեք որ ասում էի անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ ինչ նկատի ունեի Չէ տեսեք աշխարհում ինչեր տեղի ունեցավ բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ այն ինչ որ նախկինում տեղի էր ունենում երբ որ ինչ որ մեկը փռշտում էր Հայաստանի նավթամթերքի շուկան բաներ ցնցումների էր ենթարկվում մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան մոնոպոլիաները վերացնելով եւ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան նոր ներդրումներ կան նոր բենզալցակայանների ցանցեր կան հներն է գործում են Եվ շուկայական կարգավորումներով այդ հարցը կարգավորվի մենք համոզված ենք։ Վարչապետը միևնույնադեն նկատել տվավ, որ աշխարհի մեջ քարյուղային մթերքի շուգային վրա քիներու համաշխարհային ազդեցությունեն մենք չենք կրնար զերծ մնալ։ Մենք նաև տեսանք Պարսից ծոցում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, որ շատ թե քիչ բալանսավորված է։ Այդ մարդիկ, որ հայրենասիրական մղումներով ասում են վայ Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք են բանանում, ներկրում, այդ մարդիկ կուզենային, որ Հայաստանում տենց էլի ամեն փռշտոցից կոլապսերներ իրանք է դոշ ծեծեին, ասեին, այդ տեսեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ փողեր հավաքեին, գեներացնեին հայրենասիրական մղումներով ժողովրդի գրպանից, որ հետո տանեին էլի ընտրակաշարք բաժանեին։ Ավարտվել այդ ժամանակները։ Արձագանքելով ընտիմատիրներու բնդումներուն, թե Փաշինյանը տնտեսությունը գդանի թեպի աղեդի, որ տնտեսական անկում ու սովլա երկրի ղեկավարը հագատարցեց։ Իրանց դեպքում չեմ բացառում, որ սովի սպառնալիք կա։ Հայաստանի Հանրապետության դեպքում նման սպառնալիք չկա։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրանց նեղ մերձավոր շրջապատը չեմ բացառում, որ սովի սպառնալիքի առաջ կանգնել, ես նախկինում էլ բան եմ արել, ահազանգել եմ նրանց բոմժը դառնալու վերահաս վտանգի մասին, բայց Հայաստանում նորմալ սոցիալական ծրագրեր կան եւ բանտերում էլ բանի սննդի մատակարարման նոր բավականին որակյալ համակարգ կա, այնց որ յոլա կգնա։ Հարց հնչեց նաև, թե ինչ կարծիք հայտնած է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի մեջ ժողովրդավարության մագարտակի վերաբերյալ։ Ինչքանով եմ ես բռնապետ, ինչքանով ոչ, դրանից կարելի է հետևություններ անել, այդ թվում ձեր տված հարցից եւ այն փաստից, որ դուք հիմա կանգնած եւ ոչ միայն հիմա սրանից առաջել եւ սրանից հետո էլ տեղ կանգնելու եք եւ ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալու, ունենց որ
դա շատ ուղիղ ցուցիչ է, ինչքանով եմ ես բռնակալ։ Վարչապետը գարձես պաշտոններու բաժանում գնե, մինչդեռ սահմանադրական դատարանը չհրաբարացած ընդրության արդյունքներու վիճարկման վերաբերյալ իր որոշումը։ Արդյոք ասիգա անհարգալից վերաբերմունք չէ բարձր դատարանին նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց. ընդդիմությունը դիմաց է սահմանադրական դատարան, սակայն այս ընթացքին կքննարկե լիազորություններ վերցնել չվերցնելու հարցը։ Ինչու չեն սպասեր սահմանադրական դատարանին որոշումը։ Հետևաբար նույն դրամատրությամբ իրենք այդ քննարկումը գնեն։ Մինչև 2018 թվականը տեղի ունեցած բոլոր ընտրություններու գեղձման մասին հարցման Փաշինյանը արձագանքեց։ 2018 թվականից առաջ տեղի ունեցած բոլոր ընտրություններն են 96-ից 2010 մինչև 2018 թվականի բոլոր ընտրությունները կեղծվել են բացառությամբ 1999 թվականի, երբ ժողովուրդը իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել, չնայած այն ժամանակ էլ երրագլուխ պատերազմի երրագլուխ կուսակցության ներկայացուցիչները իհարկե կեղծել են ընտրությունների արդյունքները։ Ուրիշ հարց տվեք, այդ տվեք ինչա, բա կեղծարար Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Կարեն Կարապետյանը ազատության մեջ։ Ինչի են իրանք ազատության մեջ։ Պետքա ուղղել այդ սխալը։ Պետքա ուղղել այդ սխալը։ Հիմա այդ երրագլուխ ուզում է վերև թռնի, ուզում է ներքև ինչի, ուզում է գլուխ տա պատերին։ Այս շենքում լինելու է ժողովրդի ընտրած մարդը։ Եվ շենքում աշխատում է ժողովրդի ընտրած մարդը։ Վարչապետը նաև հերքեց այն լուրերը, թե Աննա Հակոբյանը իբր դերակատարում ունեցած է Ալեն Սիմոնյանը խմբակցութենեն մեգուսացնելու կամ զինք լուսանցք մղելու հարցի մեջ։ Աննա Հակոբյանը քաղաքական գործընթացներում որևէ մասնակցություն եւ դերակատարում չունի։ Վարչապետը խոսեցավ նաև արտարադատության համագարկի թերություններում մասին, աննշեց, թե ինչ պետք է փոխվի սահմանադրության մեջ այդ խնդիրները լուծելու համար։ Այսօր ամբողջ այդ համակարգը սահմանադրական պաշտպանության ներքո է եւ այո գործադիր եւ օրենսդիր իշխանություն ունի որոշակի հնարավորություններ, բայց այդ թվում իշխանությունների բաժանման եւ տարանջատման սկզբունքի բերումով գործադիր իշխանությունը չի կարող արտարադատություն իրականացնել։ 8 տարի է գբայկարին երրագլուխ մաֆիայի դեմ, շարունակեց Նիկոլ Փաշինյանը։ Այդ թվում այն պատճառով, որ ժողովրդավար ենք, սկզբունքներ ենք պահում, որ ավտորիտար ենք, տոտալիտար ենք, այդ խնդիրը չէր լինի, կամ որ այդ նույն ապօրինի գույքի բռնագանձման համակարգը։ Այսքան տարի, հա, մենք ունենք արդեն արդյունքներ, բայց հա լավ, հետո հետ ենք նայում, լավ, ասում ենք, ինչի պետք է այսքան ժամանակ ծախսվեր սրա վրա։ Այդ նույն պատճառով, այդ նույն մաֆիոզ ազդեցությունների պատճառով։ Հիմա իշխանությունը գիտե մաֆիայի թե արտաքին թե ներքին շերտերը, ընդգծեց երկրի ղեկավարը։ Բայց գիտեք հեշտ է այդ ամեն ինչի պայմաններում մի հատ էլ հասնել այս արդյունքների, որը մենք ունենք։ Չի կարող լինի օլիգարխիական դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն օր ես դրա դեմ պայքարելու եմ, ամեն օր բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով։ Մի ով ոնց ուզում է գնահատի, ասել եմ Ռոբերտ Քոչարյան պետք է նստի։ Ինչ եմ ասում, որովհետև ժողովուրդն էլ ինձ ասել, մի հատ էլ մանդատ էլ տվել է։ Հարցեր են մեկնալ գվերապերեր ԻՄԵ-ի համագարկի ներդրման։ Հայաստանում կա բջջային հեռախոսների միլիարդների ստվերային շրջանառություն։ Եվ պարզա որ այդ միլիարդները ստացողները հիմա այդ միլիարդների հարյուրավոր միլիոնները ծախսելու են լոբինգ անելու, որ վա, եսա մարդկանց անձնական տվյալները հավաքելու են, թող լայնորեն քննարկվի, բաց թող քննարկվի, եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, մենք չենք անի այդ։ Վարչապետը հաստատեց տեղեկությունը։ Հուլիս 3-ին կմեկնի Իրան, մասնակցելու Իրանի քերակույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղարկավորության եւ նույն օրը կվերաթարնա Իրանի ղեկավարության հետ նախադեсված են շփումներ։ Ռուսիա արտաքին գործոց փոխնախարար Միխայել Գալուզինի Հայաստանի վերաբերող հայտարարությունները կշարունակեն քննարկումներու առիթ դառնալ։ Թրիպ նախագիծի տարածաշրջանային հաղորդակցություններու ռուսական մասնակցության եւ Հայաստանի երկաթուղային ենթակառույցներու շուրջ անոր քննադատականներուն պատասխանած է հայկական խորհրդի փորձագետը, ներկայացնելով իր դիտարկումներն ու հակափաստարկները։ Говорим тогда об Армении. Ռուսիա փոխարտակին գործոստնախարար Միխայել Գալուզինի հարցազրույցին կեսեն ավելին Հայաստանի մասին էր Եվրամիություն Եվրասիային մինչև ռազմական ու թրիպ։ Այն մենաշնորը, որ ենք ուներ Հայաստանի տարածքում եւ Հայաստանի բոլոր արտաքին գործարքներում միջազգային ինքը կորցրել է եւ թրիպը դրա ամենանշանավոր տարերից մեկն է։ Реализация проекта դարոգի Թրամփը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցային նախագիծը միայն կշահի, եթե Ռուսիան ադոր մեջ մասնակցություն ունենա։ Նախ ուզում են ասած լինել, որ առանց Ռուսաստանի, ինչ ասում են շատ ուղիղ, որ առանց Ռուսաստանի այդ ծրագիրը խնդիրներ է ունենալու։ Ես կարծում եմ
ոչ, խնդիրներից մեկը Ռուսաստանն է եւ Ռուսաստանի քաղաքականությունն է եւ Ռուսաստանի ցանկությունն է ներգրաված լինել այդ գործընթացի մեջ։ Գալուզինը գգարձ է Ռուսիո գարձիկը պետք է հաշվի առնե Հայաստանը, իսկ փուն թրիփի մասին խոսածած են մեր ինտիմատիր ուժերում բես կհիշե նաև Իրանն ու Չինաստանը։ На мой взгляд, вряд ли иранская сторона будет в восторге от того, что... Իմ կարծիքով իրանական կողմը դժվար թե ողջևորված լա, եթե իր հյուսիսային սահմաններով անմիջական հարևանությամբ հայտնվի Միացյալ Նահանգներու ներկայությունը, ասիկա առաջինը։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ լրջագույն խնդիրներ ունենալու ենք։ Ես չեմ կասկածում։ Հայ-իրանական հարաբերությունները շատ ավելի կանխատեսելի են, շատ ավելի ամուր եւ խոր հիմքերի վրա են, դա փոխադարձ շահերի ընկալումն է, որ կան ու նույնիսկ ճգնաժամային պայմաններում մենք տեսնում ենք, որ իրենք այդ բոլոր փորձառություններով անցնում են ու Հայաստանը հիմա աշխարհում ունիկալ երկրներից է, որ ունի ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր եւ խորացնում է այդ հարաբերությունները եւ վերջերս Քաջարանի այդ թունելի կառուցման արարողությունը եղավ մեկնարկը շինարարության եւ Իրանի մասնակցությամբ։ Есть мнение экспертов о том, что Փորձագետներուն կարծիքով չինական կողմը նույնպես դժվար թե կողլա։ Չինաստանի գործոնը ես լրիվ մտածածին եմ համարում, այսինքն սա ինչ որ այդ գլոբալ ուժերի կողմից խնդիրներ դիտարկելու միտում է, որ մեր ընդդիմությունն է օգտագործում։ Մեզ պետք են երաշխավորներ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Իսկ թե ինչու պետք է Ռուսիո գարձիկը հաշվի առնել, Գալուզինը ոչ հիմնավոր բաժարներով ներկայացուցած է, օրինակ։ Армянские железные дороги Հայաստանի երկաթուղիները կկառավարվին Հարավ-Կովկասյան երկաթուղի, Փակ բաժնետիրական ընկերության կողմէ, որ ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Մեղրի հատվածը կապ չունի ռուսական կոնցեսիայի հետ եւ հասկանալու համար դա դուք կարող եք ուղղակի բացել նաեւ Հարավ-Կովկասյան երկաթուղու կայքը, ներբեռնել այնտեղ բոլոր փաստաթղթեր։ Մեղրի հատվածի մասին ոչինչ չկա եւ քանի որ նաեւ պայմանագիրը գործող եւ կառուցվելիք ենթակառուցվածքների մասին է եղել, հենց կոնցեսիայի շրջանում թրիփ շինարարությունը կոնցեսիայի հետ ոչ մի կապ չունի, սա Ռուսաստանի իհարկե ցանկությունն է, որ ինքը այդտեղ ներկայություն ունենա, բայց իրավական որևէ հիմք, նույնիսկ կասկած, որ ինքը այդտեղ ինչ որ հիմքեր ունի չկա, եւ հետեւաբար մենք խոսք ունենք ապատեղեկատվության հետ։ Ну и наконец Եվ վերջապես Թրամփի երթուղին պիտի անցնի այն կոդիեն, որ կպահպանվի ռուս սահմանապահներու կողմէ։ Շատ տարբեր պատճառներով շատ կարևոր թեմա է եւ նաեւ ռուսական կողմը իր այս հուշումներով ցույց է տալիս, որ ինքը նույնիսկ հիմքեր չունենալով կարող է որոշել ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Հիմայալ խնդիրներ կան առանց շոկեգարքի ու երկաթգծի, օրինակները ներկայացուցած է Մելիք Սեթյանը։ Տեսնում ենք, որ պարբերաբար տարբեր արտասահմանյան նաեւ լրագրողներ, այդ թվում մեր թիմը նույնիսկ այցելելով սահմանը եւ քայլելով ամբողջ երկայնքով սահմանին, Նախիջևանից մինչեւ Ադրբեջանի հիմնական տարածքի սահման, մենք առաջվել ենք այդ խնդրին, որ ռուս սահմանապահները խոչընդոտ են ստեղծում, ինչ-որ պահանջներ են դնում, որոնք կամ նաև խորհրդային միությունից մնացած կարգավորումների մաս են։ Խնդիրը նաև դեղի բնակիչներուն համար է, անզեն աչքով նույնիսկ դեսանելի։ Դուք կարող եք տեսնել իրանական կողմից ինչ պատկեր է, որտեղ 40 տարի առաջ ոչինչ չի եղել, հիմա Արաքսի հարավային ափը ամբողջությամբ այգիներով է պատված եւ հայկական կողմից մի քանի 100 մետր եւ նույնիսկ կիլոմետր հատվածներ դա սահմանային գոտին է, շերտն է, որտեղ գյուղացիները նույնիսկ հատուկ թույլատրությամբ են անցնում։ Բայց մինչև թրիփի կորձարկման հասնելը արդեն իսկ կորձարկման խնդիր ունի նույնինքն ռուսական սպասարկման տակ գտնվող մեր երկաթուղիները։ Հայաստանում նախ ամենահին շարժակազմն է, որ կա տարածաշրջանում ամենադանդաղ բեռնափոխադրումներն են եւ ուղևորափոխադրումներն են եւ ամենակիչ ծավալներն են, ընդ որում 2007 թվականին, եւ որ կոնցեսիոն պայմանագիր չկար ու Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի վատն էր, ավելի շատ ուղևորափոխադրում ենք մենք ունեցել, քան հիմա վերջին տարիներին։ Բեռնափոխադրումների մասին է նույնը, այսինքն Վարդենի ստանող այդ ճյուղը կանգնելու վտանգի առջև է կանգնած։ Մինչդեռ վատ չէր լար, որ Վարդենիսեն նաև ուղևորափոխադրումները լային, ի՞նչն է խնդիրը։ Որովհետև օբյեկտիվորեն ռուսական կողմը այն պայմանագիրը, որ կնքվել էր 2008 թվականին, ինքը կատարվել է խախտումներով, այսինքն ամբողջությամբ են իրականացվել այն ծրագրերը, որ եղել են։ Երկրորդ ինքը հիմա ֆինանսական կարողություններ չունի, որը համապատասխանում է տրանզիտ երկրի, ասենք, գաղափարին, հա։ Ադրբեջանական շարժակազմերը, որ հիմնականում ֆրանսիական կամ շվեյցարական են մեծ մասամբ, եւ իրենք շարունակում են դրա մոդեռնիզացիան, հիմա Չինաստանից են գնելու, այսինքն նոր
տիպի եւ տեսակի շարժակազմեր են։ Թուրքիայում այդ մոդեռնիզացիոն աշխատանքները գնում են նույնպես, Վրաստանում, ու եթե մենք մեր ենթակառուցվածքները տրամադրում ենք այն վիճակում, որ մենք հիմա ունենք, որպեսզի այն օգտագործվի, ուղղակի չեն կարող օգտագործել։ Հարավ-Կովկասյան երկաթուղի փակ բաժնեդի իրական ընկերությունը ռուսական երկաթուղիներ ընկերության թուստր ձեռնարկությունն է, բայց Ռուսիո մեջ երկաթուղային վիճակը այսպես վատ չէ, նշած է Մելիքսեթյանը։ Հերու չերտալով, ինչ սված է արագընթաց, օրինակ Վրաստանի մեջ ու ինչ արագությամբ Հայաստանի մեջ շոկեգար կգանցնի։ Վրաստանում կա շվեյցարական ստադլերները, որոնք մինչև 100, 120, 150 կիլոմետր արագություն թույլ են տալիս զարգացնել, հատկապես ուղևորափոխադրումների դեպքում։ Հայաստանում Հարավ-Կովկասյան երկաթուղին նշում էր 34-35 կիլոմետրը որպես ձեռքբերում միջին մինչև 40 բեռնափոխադրումների համար, 55-ից 60-ի միշելով ուղևորափոխադրումների համար։ Խոսքը դեռ միայն արագություններու մասին է, վագոնե ներս պայմանները նկարագրած է 3 բառերով։ Կեղտոտ, վատ, մաշված։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համագարքի ներդրման առաջին 6 ամիսներու արդյունքները ամփոփված են։ Առողջապահության նախարարության տվյալներով շահառուներու թիվը աճած է, ծառայություններեն օգտվողներուն շրջանակը ընդլայնած է։ Իսկ համագարքի հաջորդ փուլերուն նախադեсված է ապահովագրության մեջ ներառել ավելի մեծ թիվով քաղաքացիներ։ Եթե հունվար 1-ի դրությամբ առողջության ապահովագրության շահառու էր 1.500.000 մարդ, այժմ արդեն 1.700.000 է թիվը։ Այս փուլին ապահովագրության համագարքի մեջ ներառվելու իրավունք ունեցողներու թիվը աճած է նաև այդ մարդոց աշխատավարձը բարձրանալու եւ 200.000 դրամը անցնելու բերումով։ Շահառուներուն գրեթե կեսը շուրջ 843.000-ը արդեն իսկ օգտված է ապահովագրութենեն։ Բոլոր այս մարդոց ընդհանուր առմամբ տրամադրված է շուրջ 8.400.000 հատ ծառայություն, կանխարգելիչ, ախտորոշ Տերողորայք, հիվանդանոցային բուժում եւ այլն։ Համընդհանուր ապահովագրության համագարքի գործարկման 6 ամսվան արդյունքները նախարարուհի Անահիտ Ավանեսյանը ամփոփեց տեղերու եւ բժշկական արհեստագիտության սպորտագիտական կենտրոնեն ներս։ Համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ որ առումով անցել ենք բավական սահուն։ Սկիզբը շահառուներու աշխուժ դիմելիություն եղած է, քանի որ առողջական խնդիրները դարիներ շարունակ կուտակված էին։ Հետո նաև ապատեղեկատվությունը իր գործը կատարած է, երբ լուրեր կդարածվեին, թե առողջության ապահովագրությունը խորհրդարանի ընդուրեթենանի հետ այլևս պիտի չլա։ Մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային այսպես վարքագիծ կար, որ հնարավորինս արագ գնալ, հնարավորինս արագ ստանալ ծառայություններ, վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության ուրեմն բարեփոխումը կանգ առնի։ Նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողությունների ընդլայնման եւ այլն, մենք կարողացանք նաև դիմակայել այս դիմելիությանը, կառավարել եւ ըստ էության այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք։ Նախարարուհին հավելեց, եթե ամեն բարակայի դիմելիության աճին միտումը շարունակվի, բավարար գործիքակազմ ունին իրավիճակը կառավարելի բահելու, եկամուտներ ծախսեր համագշիրը ապահովելու։ Ծառայություններուն ամենեն մեծ մասը կդրամատրեն առաջնային օղագին մեջ։ Գուցե ոչ մասնագետի համար այդքան ակնհայտ չէ, ինչու անձը հենց առաջի գանգատի պարագայում չպիտի դիմի բժշկական կենտրոն, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ եթե այս մեխանիզմները չգործեն, մեր ծառայությունների օգտագործումը կդառնա անկառավարելի եւ արդյունքները կվատանան առողջական։ Միջազգային հաստատված փաստ է, որ եթե երկրում չեն գործում առաջնային օղակի բավարար ֆիլտրեր եւ անձինք չեն անցնում աստիճանակարգով բուժօգնության, ապա առողջական տվյալները դրանից ոչ թե լավանում են, այլ հակառակը վատանում են եւ ծախսերն էլ շատ սրընթաց աճում են։ Դարվան սկիզբը բժշկական աշխատողներու շրջանեն ներս թշկողություններ կային, որ բարձրադրությունը նվազած է։ Նախարարուհին ադիկա նոր աշխատալագերբին հարմարվելու փուլ կհամարե։ Անսավ ապահովագրության ներդրման արդյունքով առաջնային օղակի մեջ աշխատավարձերը բարձրացած են։ Երազանքի բարձրադրություն չէ, բայց միջին հաշվով 30-40%-ով աճ կա արդեն։ Խոսքը ոչ թե բոլորին, այլ դակավին միայն մեծամասնության մասին է։ Ասիկա կվերապերի թե բժիշկներուն, թե միջին բժշկական անձնակազմին։ Մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։ Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում եւ որևէ պացիենտ
օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ։ Կամ եթե աշխատում է 3 ժամ օրինակ, այո, նրա աշխատավարձը ըստ էության չի կարող երևի թե բավարարել։ Բայց մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է։ Ունինք մասնակետներ, որոնք 1 միլիոն դրամի ավելի աշխատավարձ կստանան թարմանադնային օղագին մեջ հավելեց նախարարուհին։ Ոչ հրադապ դեպքեր ու բարակային հերթակրումներու մասին խոսելով Անահիտ Ավանեսյանը նշեց, հիվանդանոցներում այդ ծրագրային ծառայություններու համար հերթակրումներ չկան։ Առաջնային օղագի մեջ մարդիկ իրենց հերթը կսպասեն միջին հաշվով 2 շաբաթ, ինչ որ անորթի դարկմամբ լավ ցուցանիշ մնե։ Բայց հերթը հասնել է այդ բժշկական հաստատություն կացած շահառուներուն հաջող դարձյալ անվերջանալի հերթեր կսպասեն։ Նախարարուհին ասավ, անհրաժեշտ հարմարավետության հասնելը ճանապարհ մնե, որ մե պետք է անցնին, աշխատին տվային գործիքները կատարելա կործելու, մեկ մասնակետեն մույսին կոմ ուղեկրումը կամ մույս ընթացագարկերը ավելի մաչելի դարձնելու ուղղությամբ։ Ապահովագրությունը ինչպես հայտնի է կներդրվի փուլային։ 2027 թվականի հունվար 1-ին համագարկին պիտի միանան քաղաքացիա իրավական պայմանագրով աշխատողները, տաքսի ծառայության վարորդները եւ բոլոր գրանցված աշխատողները անկախ աշխատավարձի չափեն։ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին, ուսանողներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ։ Անահիտ Ավանեսյանը նաև մանրամասնեց, թե ինչու պիտի մեկնի Թուրքիա։ Բոլսո մեջ ան պիտի մասնակցի առողջապահության համաշխարհային գազམ་ագերբության նախարարական համաժողովին։ Այն վերաբերելու է երկրաշարժերի եւ ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգերի փոխգործունեության եւ նաեւ emergency թիմերի աշխատանքի մասով մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես եւս մասնակցելու եմ։ Իդեպ առողջապահության նախարարությունը գագնգալ է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակներու արձագանքման բժշկական անձնագազմերը շուտով ստանան նույն առողջապահության համաշխարհային գազམ་ագերբության հավաստակիրը։ Հիմա կնահատման փուլի մեջ են։ Աշխատվա համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։